Բարև ձեզ հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ անդրադարձ մամուլի ակումբի հյուրն է կոռուպցիայի հակազման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը։ Նրա հետ կզրուցենք արտադրության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի, կոռուպցիոն դեպքերի մասին, պարոն Ամարյանը կներկայացնի փաստեր եւ բացահայտումներ։ Այսօր մեր կյանքի ոլորտում ուժեղ կոռումպացված կառույցներից մեկը կարելի է համարել եւ արդարադատությունը, այլ այդպես ասած եւ դատական համակարգը։ Ինչու՞մ է դա կայանում։ Օրինակ վերջերս կար մեկ գործ, որից համարած հստակ ասեմ, դա ԵՇԴ 0589 կոտորակ 02 կոտորակ 13 դատալեքսով կարող եք դա նայել։ Այնտեղ ինչն էր խնդիրը։ Կա փաստ քրեական գործով հաստատված, որ կատարվել է կեղծիքներ, եւ այդ կեղծիքների արդյունքում կատարված բոլոր գործարքները առաջին չեն, որը հաստատել է Վերաքննիչ դատարանը, ուղարկել առաջացան նոր քննության։ Առաջացան դատարանը կայացնում որոշում, որը չի գոհացնում երկու կողմերին եւ երկուսը գրում են բողոք։ Դատավորը Վերաքննիչ դատարանի պարոն Պետրոսյան Ամրային նշում է ինչ է անում։ Մեկի բողոքը, որը իրան ձեռնատու է հրապարակում, մյուս բողոքի մասին ընդհանրապես զեն չի անում։ Գործը ավարտում է եւ ավարտելուց հետո, երբ որ մյուս կողմի փաստաբանն ասում է, բա մեր բողոք, ասում է դուք բողոք չունեք, մենք դա վերադարձրել ենք։ Փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո գործը ավարտված է արդեն։ Այսինքն էլ իրավունք չունի պետք է կամ որոշում կայացնի վերսկսի կամ շարունակի։ Ինքը դրանից հետո ինչ է անում։ Ասում է դե լավ, դուք քթնում են, որ բողոքի իսկական գործում է, ցույց է տալը, որ խախտել են իրանք քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, այն է, որ 3 դատավոր են, 3-ը պարտավոր են ուսումնասիրել գործը, եթե ուսումնասիրում ես, պարզակ կիմանաս։ Ու ստացվում է այնպես, որ ոչ մեկը չի տենում այդ երկրորդ բողոքը։ Դատը ավարտելուց հետո ասում են դե լավ, որ արդեն իրավական ոչ մի հիմք չունի, շարունակեք հրապարակեք ձեր բողոքը։ Ստե ցույց է տալի դատավորի կողմնակալությունը։ Դատավորը իրավունք չուներ այդպիսի իրավարկագիծ անել, սա միանշանակ ցույց է տալի այն հանգամանքը, որ դատավորը շահագրգռված անձ է եղել այս գործի մեջ։ Դա մենակ ես մի օրինակ է այսպես բացահայտում եմ։ Առաջին ատյանի դատավորներ այդպես։ Վերաքննիչ դատարանի դատավոր Պետրոսյան Ամրային։ Պետրոսյան Ամրային։ Ամրայի։ Սույն դատավորը նախկինում եւս աչքի անգի իրավապահարումներին այն բանը, որ այն ժամանակ, երբ որ 1990-ականների վերջերին սեփական աշնորհում էին պետական հիմնարկները, ուրեմն որոշ հիմնարկներ, որ էժան գներով սեփական աշնորհվեր, կեղծ հայցեր էին տալի դատարան եւ դատավորները առանց ուսումնասիրելու կատարում էին վճիռ, որով այդ պետական հիմնարկները վաճառվում էր։ Դա երբ որ ինքը եղել էր Առաջացյանի դատարանի, Երևանի դատարանի դատավոր։ Ստեյց ինչ է երևում, որ այսօրվա դրությամբ ինչքանի դատավորներ անկախ են լինում, դատավորները իրենց գործունեությամբ ոչ մի ձևի չեն ուզում պահպանեն իրավական ակտերի նորմերը եւ արդարադատությունը։ Սա իհարկե չի կարելի ասել բոլոր դատավորների մասին, որտեղ այսօրվա դրությամբ դատական համակարգում իսկապես կան շատ լավ դատավորներ, բայց հիմնականում այն դատավորները, որոնք ասենք ունեն ընկերական, բարեկամական, համակուրսեցիական կապեր, օրինակ Ամրային ունի Վճռաբեկ դատարանի ղեկավարության մեջ իր համակուրսեցիները եւ դրանով ինքը ապահով է իրանց կողմ։ Բացի դրանից դատավորները, ուրեմն անցած տարի մտավ դատական օրենսգրքի լրացում կապված հաշտարարների հետ մտցվեց հաշտարարների ինստիտուտը այն նպատակով դատական համակարգի գործունեությունը թեթևացնելու համար, բայց ոչ մի դատավոր համաձայն 120 հոդվածի քաղաքացիական դատավարության չի բացատրում կողմերին հաշտարարության էությունը։ Նրանք միակ պնդում են մի բան, ուզում եք հաշտություն կնքեք։ Հաշտություն եւ հաշտարարները դա տարբեր բաներ են։ Եվ չեն մարդկանց ծանոթացնում, որ եթե գնում են հաշտարարության, պետուրքով իրանց զեղչերը առնում, то есть Առաջացյանի դատարանի պետուրքի վճարված 50%-ը հետ է վերադարձվում։ Վերաքննիչ դատարանի 40%-ն է հետ վերադարձվում։ Եվ հաշտարարը դառնում է անկողմնակալ անձ, որը օգնում է քաղաքացիներին առանց դատական վեճերի արագացված 6 ամսվա ընթացքում լուծել իրանց գործերը։
Մենք լավ գիտենք, որ դատական համակարգը շատ ծանրաբեռնված է եւ գործեր կան, որ 3-4 տարի ձգվում է։ Միայն այն բանը, որ դատավորը հիմա այդ դատա նշանակում չի նշանակում 10 օր, 20 օր որպես ռուսականը։ Ռուսականը դատը սկսեց, որ պետք է ավարտի այդ մի ամիսվա ընթացքում։ Մեր մոտ գնում է սենց 3 ամիս հետո, 5 ամիս հետո, 6 ամիս հետո, 1 տարի հետո։ Սա է մեր նշանակված դատական process-ների հիմնականը, եւ ստե ուժում է առաջինը ժողովուրդը։ Դատական քաշքշուկների հետ կապված ժողովուրդը միանշանակ արդեն կտուժվում է։ Հաշտարարները ուրեմն ես ասացի եւ հաշտարարության հետ կապված դեռ մենք օրինակ ունենք հաշտարարների միություն այսօրվա դրությամբ դատական ատյանից, դատական դեպարտամենտից ոչ մի հաշտարարի գործ արդեն 5 ամիս է այնտեղ չի մտել։ Զերոյական իրավիճակ։ Սա արդեն ցույց է տալի, որ դատական համակարգը օրենքը չի կատարում, չի իրականացնում արդարադատությունը համաձայն օրենքի եւ հաշվի առնելով, որ նախագահան մեր մոտ սահմանադրության երաշխիքն է, կատարում են հակասահմանադրական գործունեություն, որը միանշանակ դատավորների կողմից դա նույնն է, ինչ որ հականախագահական, հակասահմանադրական, то есть անդիմադիր մարմին կարելի է համարել եւ դատական համակարգը։ Տրամաբանորեն, եթե վերցնենք։ Դա երկրորդը։ Երրորդը, մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք քաղաքացիներ, որոնք չունեն ոչ մի քաղաքացիություն։ Ինչա կատարվել։ Ռուսական դաշնությունը ունի զինված ուժեր, դա 102-րդ բազան է եւ սահմանապահ զորքերը ռուսական։ Մեր հայ քաղաքացիները ժամանակին հրաժարվելով հայկական քաղաքացիությունից ստանում են Ռուսաստանի քաղաքացիություն, անցնում է որոշ ժամանակ հետո Ռուսաստանում դատական նիստ են անում առանց իրանց, то есть օրենքի խախտումով իրանց զրկում են քաղաքացիությունից։ Զրկելով քաղաքացիությունից իրանց տեղեկապահում իրանց ռազմական դատախազությունը ձեռներից խլում անձնագրերը եւ մարդիկ ոչ մի քաղաքացիություն չունեն եւ Հայաստանում գտնում են այստեղ օդի կարգավիճակով։ Ըստ իմ տվյալների մոտավորապես 400 հոգի այդպիսի անձնավորություն կա։ Վերջի երկուսը 400 հոգի։ Վերջի երկուսը Հովհաննիսյան Հովհաննեսը եւ Վարդևանյան Արտյոմը ստիպված տարի ու կես պայքարից հետո ոչ մի բան չկարողացան վերանցվին Հայաստանում որպես առանց քաղաքացիություն ունեցող անձեր, ստացան անձնագրերը, որ ինչ-որ մի բանով կարողանան։ Իրանց զրկելով անձնագրից, զրկելով իրավունքներից, զրկում են մեր հայ քաղաքացիները Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների բոլոր դրույթներով։ Չեն կարող ոչ դվել փաստաբանի, չեն կարող ոչ մի գործողություն անել, քանի որ չունեն ոչ մի անձնագիր, ոչ մի փաստաթուղթ, որը կներկայացնի իրենց իրավունքները։ Բայց դրա հետ մեկտեղ չունենալով այդ ամեն ինչը դատական ակտերի հարկադիր կատարում է իրենց նկատմամբ գործողություններ մի մարդու նկատմամբ, որոնք չկան Հայաստանում։ Հիմնականում դա են, դատական ատյանների հետ կապված բազմիցս ես կարամ ասեմ, բազմիցս գործեր կան, կարամ գործերի համարները ասեմ։ Դա ԵԿԴ 2995, ԵԿԴ 0752, ԵՇԴ 0587, մարդիկ, որոնք դժվել են Խարդախի կողմից դեռ 10 թվին, առկա է դատավճիռը, բայց 10 թվից մինչև հիմա չեն կարողանում իրենց գույքը վերադարձնել։ Այդ գույքը ավտոմեքենաները հիմա դարձել են արդեն փոշու գին, ոչ մի արժեք չունեն, то есть այս վնասները դատական համակարգը քաշքշուկներ անելով մինչև հիմա մարդկանց պատճառում է եւ բացի դատավարական նորմերի խախտումները եւ նյութական վնասներ են իրենց պատճառում։ Հաշտարարների ինստիտուտը ինչ համաձայն օրենքի հետեւյալն է։ Կան արտոնագրված հաշտարարներ, որոնք ստանում են արտոնագիր արդարադատության նախարարության կողմից։ Բոլոր արտոնագիր ստացված հաշտարարների տվյալները հրապարակված է արդարադատության նախարարության կայքեջում եւ դատական դեպարտամենտի կայքեջում։ Վճարումները կատարում են հետևյալ. Եթե հաշտարարության են գնում դատական ատյանի կողմից, առաջին 4 ժամը դա անվճար է։ Մնացած ժամերը վճարում են 2-ով, то есть 2 կողմը։ Դա տարբեր հաշտարարներից սկսում է 10,000-ից մինչև 20,000 ժամը։ Պրակտիկան միջազգային ցույց է տալի, որ եթե հաշտարարը լավն է, նաև առաջի 4 ժամվա մեջ ավարտում է եղել։ То есть քաղաքացին ոչ մի վճարում չի անում։ Դրա հետ մեկտեղ կան երկու կառույց հաշտարարների։ Մեկը
ADR-ն է, Մուշեղ Մանուկյանը ղեկավարը, եւ մյուսը հաշտարարների միությունն է, որը գտնվում է երրորդ մասում վերաքննիչ դատարանի կողքը։ Այդ կառույցներում գործում են արդեն արտոնագրված հաշտարարներ, ամեն կառույցում 12 հոգի մարդ կա։ Մենք ունենք ընդամենը 54 հոգի հաշտարար։ Առաջի պատոկը, որը ասենք ստացել են այդ արտոնագրերը։ Հիմնականում դա է։ Վճարումների հետ կապած եւս մի բան կա, որի օգուտ քաղաքացու է, եթե ասենք թե վեճը մեծ գումարային բանով, իրենց համար շատ լավ օգնություն է, որտեղ պետտուրքի վճարված գումարի կեսը, եթե գործը ավարտում է հաշտարարի միջոցով, վերադարձվում է այն մարդուն, որը վճարել է պետտուրքը։ Եթե դա հաշտարարությունը ավարտվում է վերաքննիչ դատարանում, ուրեմն 40%-ի չափով է վերադարձը կատարվում։ Սա է հիմնականում դա։ Իսկ եթե դատարանը չի ուղղորդում, միանգամից Իրանք կարող են գալ միասին, դա արդեն պայմանագիրը կա, գնացուցակը կա, պատերին խփած ընդ հաշտարարների կենսագրականը կա, իրանք ընտրում են այն հաշտարարին, որին ուզում են, սա հիմնականում այն մարդիկ են, որոնք ունեն մեծ փորձ, դատավոր, դատախազ, նոտար, հոգեբան, փաստաբան։ հաշտարարի անկաշառելիության երաշխիքը։ Ստե կաշառելու հիմքը չկա, որտեղ հաշտարարը միայն օգնում է երկուսին գտնել ընդհանուր եզրը։ Ինքը ոչ մեկին իրավունք չունի պարտադրելու։ Դուք մի կողմ եք, կա երկրորդ կողմը, իրար չեք ուզում տնեք, ընդհանուր լեզու չեք կարող գտնել։ Հաշտարարը ձեր իմանալով ձեր ուզածը, իմանալով նրա ուզածը, փորձում է գտնել ընդհանուր եզրը, որ իրար հետ կարողանաք փաստաթղթը ստորագրեք եւ վեճը առարկան դուրս գա։ Մենք օրինակ ես գիտեմ վերջի մի դեպքը, որ ամուսնալուծությունից հետո գույքի եւ երեխայի տեսակցության հարց էր։ Հաշտարարությունը տևեց ընդամենը 1.5 ժամ։ Երկու կողմն էլ եկան ընդհանուր համաձայնության, հանգիստ փաստաթղթերը ստորագրին ու դրանով սահմանափակվեցին։ Սա տալիս է երկու կողմը, որ ունի իրար մեջ վեճ եւ չի կարող ընդհանուր լեզու գտնելը, չեն կարող ընդհանուր որոշում անելը։ Սա հաշտարարը արդեն պաշտպանելով երեխայի շահերը, օգնում է երկուսին գտնել ընդհանուր եզրը եւ կայացնել այդ որոշումը եւ ստորագրում են եւ պեչատով հաստատում են այդ։ Պայքարը Հայաստանի Հանրապետություն կոռուպցիոն ռիսկերի փոխել լուծման այդ շրջանակները ճիշտ սիմվոլիկ են հատուկ մեր կառավարությանը ճնշման գործիք սարքելու, այս ռիչարդները ու ձեռքը պահելու համար։ Այդ նույն Ամերիկայի դեսպանատունը պահում է իրավապաշտպաններ, որոնք ամեն ինչ կարող են անել, երբ որ իրանցից ազանգը լինի։ То есть ֆաս այս սրա վրա նրանք սաղ կթափեն այդ մարդու վրա կամ հիմնարկի վրա։ Չեն ասել, չէ շարժ։ Դուք լավ տեսել եք մեր իրավապաշտպանները այս հրադությամբ պաշտպանեն հասարակ մարդուն։ Մեր մարդու իրավունքների գրասենյակը պաշտպանի հասարակ մարդու։ Հասարակ, որ չունի քաղաքական հնչողություն, չկա այդպիսի բան։ Եթե դա ձևականություն է, ինչ պայքարի մասին է խոսքը։ Այսինքն գումարները այնուամենայնիվ լվացվում են, գումարները պայքարի համար ես էլ եմ ասում, լվացվելը որն է։ Մսխվում են դա։ Լվացվելու process-ը հետևյալն է, կեղծ ոչ թե կեղծ անօրինական աշխատած փողերը, որոնք չեն անցահարկային դաշտով, դրանք բերում են օրինականացում են տանում են հետ։ Այդ թույլ են տալի, ասենք այն հատկատները, որը հարկերից քիչ են։ Հատկատանում կոռուպցիոն ռիսկը ստեղծում են, փողերը թողում են եւ գնում են։ Ընդհանրապես այդքան բան։ Աղանդերի գծով մոտավորապես $1 միլիարդ չափ ես նախկինում եմ հայտարարել եւ մինչեւ հիմա ոչ մի աղանդավորների կողմից ոչ մի հակաբան չեն ասել, չեն առարկել։ $1 միլիարդ գումար է գալու։ Բարեգործության ավանդակ, ապրանքների ավանդակ, որ այդ ապրանքը գալուց են 5%-ը բաժանում են հետևորդներին, մնացածը շուկաներում վաճառքի է դուրս գալի։ Ուր այդ փողերը, ով է դրա մասին բանը։ Ոչ ոք։ Ավտո են ուղարկել բարեգործություն, ուր է այդ ավտոն։ Աղանդավորական կառույցը, ոչ ավտոն օգտագործվում է, ոչ մի բան, վաճառվել է։ То есть process կա, որ եթե պայքարում, նորեն պետք է լուրջ նստել պայքարը։ Այ պայքարի հետևանքով եւ ով որ պայքարում է նրան տան կարդբլանշ ազատություն։ Մենք ասեն ազատություն տվեցիք, ուրեմն իրավունքի խախտումներ կլինի։ Ազատություն չտվեցիք, այդ մարդը չի կարող աշխատել։ Ցանկացած ժամանակահին կտան, այդ մարդը սոսոփոս կգնա, կասեն դե լավ է սրա։ Սա է մեր պայքարի մեխանիզմը գալի։
Այսինքն վերնախավի հովանավորությամբ այդ ամեն ինչը կատարվում։ Դա կարող է վերնախավ, կարող է միջինողակ։ Միջինողակ, որ վերնախավին դաժե չհասնի։ Վերնախավին ո՞նց է հասնում։ Վերնախավը ժամանակ չունի ասենք։ Եվ լարատվա միջոց կարդալ է, բանանը շատ քիչ մարդ է գիտե վերնախանց, որ թերթերը կարդում է։ Իրան ինչ իր աշխատողը ներկայացնում, ինքը դա էլ վերցնում որպես հիմք։ Աշխատողը ներկայացած որ սա լավ է, որն սա լավ է։ Վատ է, ինքը նշանակում է հայ սա վատ է։ Խոշոր գործարքներ։ То есть միջին օղակն էլ կարող վնասը տա։ Կոռուպցիոն ռիսկերը հիմնականում այդ միջին օղակները։ Վերևների օղակների կոռուպցիոն ռիսկները ավարտացեք ոչ ժողովրդի բանով։ Իրանք ուրիշ ձև ունեն այդ փողերը աշխատելով։ Բայց այն ժողովրդին է, որ մենք այսօր ասում ենք մարդու իրավունքների ոլորտով, դա միջին օղակների հիմնական խաղերն է։ Թող ինձ մեկը ցույց տա, որ գնացել է նախարարին կամ չէ մեկին անձամբ փող է տվել։ Չկա այդպիսի բան։ Բայց պատասխանատվությունը հիմնականում մեկ անձի հետ են կապում։ Օրինակը դրա քաղաքացին մոտեցավ Սերժ Սարգսյանին, բողոքեց արդարադատության համակարգից, առաջարկեց ոչ թե համալրությունը Սերժ Սարգսյանը հանձնարարություն տվեց ստուգել Լևիրան զեկուցում։ Ստուգում են զեկուցում, որ սա նորմալ է։ Ինչպես որ բազմիցս մենք դիմել ենք իրավապահարներին, մեզ տալիս են օրենքով գնացած հարց է։ Դատարանը վճիռը կայացել է, վճիռը օրինական է։ Վճիռը օրինական է, որ ցույց է տալի անօրինական մոմենտները։ Մարդը տունը կառուցե, կես տարի դու բացակայել Հայաստանից աղբերը եկալ է այդ իր կառուցեցնում սեփականաշարել է Իրանով։ Եկել է Հայաստան, չի կարող իր տունը հետ վերցնել արդեն 2008 թվականից, մինչև հիմա արդեն 8 տարի է։ Ամեն ձևի փորձում է իր տունը հետ վերցնել, իրեն չեն տալի։ Ինչի մի հատ վճիռ կա։ Մեր մոտ սա է այսօրվա դրությունը։ Մենք ինչքան փորձենք, որ ասենք դա N-ա, S-ա, դա չի բանան։ Որտեղ այսօրվա մեր քաղաքացին իրավական նորմիկով ծանրագետ է։ Օրենքը օրը մեջ փոփոխվում է։ Բայց օրենքը օրը մեջ փոփոխվում է, դաժե ես կարամ ասեմ մի դեպք 2014 թվականին վարչական դատավարության օրենսգիրքը մտավ ուժի մեջ հունվարի 7-ին։ Հունվարի 15-ին գնում է ոչ մեկը գաղափար չունի որ թազավորնես գիրքը արդեն։